Բարև ձեզ, Սարովա թեման է, հյուրս քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանն է, բարև ձեզ, պարոն Սուքիասյան։ Նախ սկսենք ազգային ժողովում այս ընթացքում տեղ ունեցող իրադարձություններից, նախ այն իրադարձություններից, որոնք դրսում են կատարվում, բայց խորհրդարանի հետ առնչվող, խոսքը իմպիչմենտի գործընթացի մասին է, որը նախաձեռնել են ընդդիմադիր, այսպես ասենք, անհատներ, սակայն արձագանքներ եղել են թե երկրորդ, թե երրորդ նախագահի թիմակիցների կողմից, ընդհանրապես իրատեսական համարում եք այս գործընթացը։ Ոչ իհարկե։ Նախ այդ ովքեր են այդ անհատները, ամեն մեկը վրան մի բան գրել է, ինչ-որ բան է անում։ Այդ մարդիկ, որոնք նախաձեռնել են իմպիչմենտ, այդ մարդկանց վաղուց մեր ժողովուրդը իմպիչմենտ արել, շպրտել է քաղաքական դաշտից դուրս։ Հիմա վերադառնալու փորձել են որոնում, կամ իրենց ասել են, որ որոնեն։ Սա գիտեք ոնց է իմպիչմենտի գործընթացը, իրենք էլ գիտեն, որ իրենք հաջողություն չեն ունենալու, պարզապես քաղաքական դաշտը մխտարելու ներ հասարակական տրամադրությունների վրա բացասականորեն ազդելու։ Իհարկե ազդեցության չափը փոքր է, բայց դե ով ինչ կարող է, ինչպես կարող է, դի մխտարի։ Դրսից ներսից մխտարում են մեր քաղաքական կյանքը։ Ես մարդկանց ֆունկցիան այդպիսին է, սրանք քաղաքականության մեջ սոցիալապես անիմաստ դեստրուկտիվ տարրեր են, իրենք էլ գիտեն, որ իրենք այդպիսին են, այդ ֆունկցիան վերցրել են վրա, քաղաքական կյանքն են մխտարում, ուրիշ բան չկա, իրենք իմպիչմենտ անել չեն կարող, նախ դա կլինի հակադեմոկրատական, որովհետև դա կլինի ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը, իմպիչմենտ հայտնել նշանակում է ժողովրդի քվեն շրջանցել։ Իրենց արածը ես ինչ նախաձեռնել է այս մարդը, հակադեմոկրատական է։ Բայց քանի որ նաև այս մարդիկ հայտնի են մեր ժողովրդին, հայտնի են էլի, ովքեր որ նախաձեռնել, ովքեր են դրանք, ով են այդ մարդիկ, ովքեր որ ձայնակցել են, բայց նախկին իշխանությունը, բայց մի քիչ լավ չեն ձայնակցում, մի քիչ չգիտեն ոնց ձայնակցեն, կամ հավանաբար դրսից հələ հրաման չունեն ինչպես ձայնակցել, կասկածներով է շարժվում, բայց հավաքականության մեջ սա ոչ մի բան է մեր ներքաղաքական կյանքում, պարզապես հերթական մխտարոցն է, որ իրենք անում են։ Պարոն Սուքիասյան, ընդդիմադիր խմբակցությունն է, այսինքն երկու նախագահների դաշինքները, թեպետ դրական արձագանք են տվել իմպիչմենտի գործընթացին, բայց այդուամենայնիվ զգացվում է, որ նրանց միջև հակասություն կա այս գործընթացի հետ կապված, ընդհանրապես դուք համամիտ եք, որ երկու նախագահների, նախկին նախագահների միջև կա տարաձայնություն, ընդգծված տարաձայնություն, որը երբեմն հասնում է մեղմ ասած թշնամանքի։ Ոչ։ Նայեք, դա իհարկե տարածված տեսակետ է, այնպես շատ մտածում վերլուծում են, հավանաբար նաև պրոպագանդա կա, որ իրենք իրեր հետ չեն, նայեք, ոչ միայն այս երկուսը, մի հատ երրորդ էլ կա, իրենցից առաջ մի հատ էլ կա, ժողովրդի գիգանտը, առաջին նախագահը վրան գրած, այս երեքը իրար հետ են, իրար մեջ ինչ որ կա, դա իրենց անձնական թշնամանքն է, իրեր խաբել են, գցել են, այն առաջին նախագահը, այս իրանից հետո եկած երկու նախագահներ իր աշակերտներն են, չէ, ինքն է ճարել բերել, չգիտես որտեղից, հետո գցել են իրեն եւ այլն, իրենք, ինչ-որ իրար հետ խնդիր ունեն, բայց բոլորը հավաքականորեն, նույնական են եւ միասին են Հայաստանի անկախության դեմ, բոլորը նույն գործն են անում։ Պարզապես կարող է այս պահին, ասենք, դեռևս հավաքականորեն հանդես գալու հրաման չունեն։ Դրա համար ազատ են իրար մի քիչ հոշոտելու։ Նաև քանի որ ոնց է իրենց անուժությունը երևացել է։ Իհարկե իրենք խորհրդան մտել են, բայց իրենց գլխավոր ֆունկցիան իրենք տապալել են այն հեղաշրջում եւ Հայաստանի անկախության լուծարում։ Սա տապալել են, հիմա իրար վրա պիտի գցեն, չէ՞, բայն դրսից նայում է, չէ՞, արծվի աչքը, շատ սառը սրանց վրա, տապալել են, չէ՞, նաև հավանաբար վախ ունեն, որովհետև իրենց աչքի առած իրենք պրակտիկա ունեն, Արցախի ղեկավարությունը մի պլան իրենք են տապալել, եւ իրենք լավ գիտեն, որ իրենց
գործընկեր եղբայրներին Ռուսաստան ուղարկել է Բաքու։ Հիմա իրենք այդ վախը իրենք էլ ունեն։ Դրա համար իրար մեջ էլ գլխավոր ոճրագործ նշանակեն, ով է մեղավոր, որտեղ հիմա իրենք նաև իրենց կաշին փրկելու խնդիր ունեն, որտեղ գիտեն, որ Ռուսաստանը իրենցից պահանջելու է դա, հետո իրենց էլ է պատժելու։ Դա միգուցե սրա համար ինչ որ մեկին պետք է մեղավոր նշանակեն, բայց սա մեզ պիտի չհետաքրքրի։ Իրենց ներքին ինչ ուզում են, թող իրենց անեն, Ռուսաստանն էլ ինչ կուզի, թող իրենց հետ անի։ Ես պնդում եմ, որ հավաքականորեն իրենք բոլորը երեքն էլ, որտեղ եք ինչ կա, այս անընդհատ այս երկուսի վրա է շարը գցում, ճիշտ է, որտեղ ակտիվը սրանք են, բայց դրանց թիկունքում շնչող կա, չէ, որը իհարկե այդպես շատ ակտիվ չի, բայց թիմ ունի շատ ակտիվ, չէ, որը նույն զառոցով միացել է նախկին երկուսին։ Բոլորը միասին են Հայաստանի անկախության դեմ։ Պարոն Սուքիասյան, օրեր առաջ թե Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը հանդիպեցին երիտասարդների հետ, այնտեղ բավական ուշագրավ հայտարարություններ արեցին, մասնավորապես անդրադառնալ Քոչարյանի հայտարարություններ, որ նշեց, թե առաջին պատերազմում հաղթել է Արցախը, կռվել են Արցախում 150,000-անոց բնակչությունը ընդդեմ 7.5 թե 8 միլիոն ադրբեջանցիների, մյուս հայտարարությունով էլ արեց, թե 44-օրյա պատերազմի մեղավորը կամ հրահրողը կամ սադրողը հայկական կողմն է եղել, սա Քոչարյանի կողմից չգիտակցված հայտարարություններ են, թե մտածված հայտարարություններ։ Չէ, իհարկե մտածված է։ Ընդհանրապես իրանք իրենց գիտակցության վրա այս գլխից կասկած ենք, բայց ոչիների մեջ իրենք պրոֆեսիոնալ են։ Նախատարապես այդ մարդկանց դասախոսությունները, եթե տրամաբանությունը հասկանանք, դա դասախոսություններ կամ չգիտեմ ինչ էր վերլուծություններ, թե ինչպես կարելի է պետություն հանձնել։ Իրենց արածը դա է։ Եվ իրենք բացատրում էին պետություն լուծարելու, պետությունը կողոպտելու հնարքները։ Սա ընդհանրապես իր ասացի տրամաբանությունն է։ Իսկ մանր մուներ տապակ բաները, գիտեք ոնց է, կռվել է նախ, հիմա ինքը նայեք, այդ մարդը, երբ որ սրում է հարցը Արցախի 150,000-ն են կռվել, ինքը հիմա միջէթնիկական մեր մեջ Արցախահայության եւ Հայաստանի Հանրապետությունում ապրող քաղաքացիների միջև ինքը կոնֆլիկտ է հրահարում, որովհետև այլ բոլոր գործիքներից զրկվել են, հեղաշրջում չեն կարողանում անել, պետությունը տապալել չեն կարողանում, պատերազմ հրահարել Ադրբեջանի, Ռուսաստանի համար Հայաստանի դեմ չեն կարողանում, հեղինակությունները ընկել է, կարող է շատ չէ, բայց ընկել է։ Դրա համար ինչ է մնում։ Վերջի գործը միջէթնիկական կոնֆլիկտ հրահարել Արցախահայության եւ Հայաստանի Հանրապետության քաղաք։ Իր ասածը, իր արածը դա է։ Որտեվ պարզ է, չէ, որ Արցախի համար կռվել է հավաքական հայությունը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները, ինչ է տապակ խոսում այդ մարդը։ Նրանց նպատակը ասեցի կոնֆլիկտ հրահարելն է։ Is դա մյուս մասն էլ, որ դե հայերն են մեղավոր, դե պարզ է, չէ, ասենք մարդը ինքը իրեն դուրս է դնում հայ լինելու բարձր հնարավորությունից եւ իրավունքից եւ որոշել է նվաճել այլ էթնոսի ներկայացուցիչ լինելու տիտղոսը, դե նվաճումը թող նվաճի, մենք չասի, մենք գիտենք, էլի։ Բայց այս տեսակետը ինչ տեսակետ է, սա ռուսական տեսակետ է։ Մեր պատմության գրքերը եթե նայեք, ռուսները ինչ ոճիր գործել են, շարը գցել են մեր վրա։ Մեր առաջին հանրապետությունը կործանեցին, շարը գցեցին առաջին հանրապետության իշխանությունների վրա։ Ռուսաստանը ում վրա ոճիր է գործել, հարձակվել է, բազմը դա է, ուկրաինացի ժողովրդին ցեղասպանության է ենթարկում, ասում ուկրաինացիներն են մեղավոր։ Հիմա թեզերը տվել են, սրանք կրկնում են, սրանք այդ խելքը չունեն։ Եթե սրանց նայեք, սրանք մեր պետությունով խելքով չեն կառավարել են ռուսական ներշնչանքով եւ ոճիրներով, չէ՞, մարդասպանություններով, ընտրությունների զեղծարարությամբ եւ այլն։ Դրա համար ինչը մի բան պետք է ասի, դի կոնֆլիկտ հրահարի, դի Հայաստանի վրա շարերը գցի, որտեղ ինքը նկատի ունենանք։ Արտահայտությունները, ընդհանրապես լեզվամտածողությունը
մարդու գիտակցությունից բխող բան է։ Եթե այդ մարդը, ասում է, հայերն են մեղավոր, պարզ է, որ ինքը արդեն վաղուց հայությունից ինքը դուրս, նախ ինքը իրականում դուրս է, ինքը միգուցե էթնիկական կապեր ունի մեզ հետ, հա, անունը, չգիտեմ, հայի ազգանունը, բայց դրանք ինքնությամբ ռուսացած, փոխչացած մարդիկ են։ Դա համար ինչ պետք է անի, հարազատ չի, Հայաստանի Հանրապետությունը իրեն հարազատ չի, իրեն օտար բան է, սա հասկանալի բան չի իր համար։ Ինքը քաղաքականապես նաև ինքնությամբ ռուս է։ Դրա համար ինչ պետք է անի, Հայաստանի Հանրապետության պետք է գործ զարմանալու բան չկա։ Բայց իհարկե, եթե մենք լինեինք իշխանության, ինքը հիմա Հայաստանի Հանրապետության քրեական դատարանում, միգուցե նաև սահմանադրական դատարանի որոշմամբ, հիմա մի հատ պատասխան էր տալիս այն բանի համար, թե ինքը ինչու է Հայաստանի Հանրապետությանը մեղադրում պատերազմ հրահարելու մեջ եւ արդյոք իր ասացի մեջ չկա Հայաստանի Հանրապետությանը պատերազմի մեջ ներքաշելու եւ Ադրբեջանին Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի թեզեր տալու հնարավորություն։ Բայց քանի որ մեր իրավական դաշտը ոնց է խոսքը օրենքի տառի մասին չի, իրավամտածողության մասին է, քանի որ հաշմանդամ է եւ մեր դատական համակարգը չգիտես ինչ է, դախացած, այս մարդիկ ինչ ուզեն կարող են ասել, ինչ ուզեն։ Այդ մարդը նայեք, եթե լիներ Աֆրիկայում եւ աֆրիկացիներին մեղադրեր այլ ժողովուրդների դեմ հարձակման համար, աֆրիկացիները իրենք կերել բարձել էին։ Բայց քանի որ Հայաստանում իրավական պետության մեխանիզմները թույլ են, մեր իրավական դաշտը շարունակում է մնալ դախացած եւ հաշմանդամ, բարձր որ այս մարդիկ իրենց թույլ կտան այնպիսի շքեղություն, ինչպիսին է Հայաստանի Հանրապետությանը մեղադրել հազարավոր ոչիների մեջ, բայց հերթական անգամ փաստ է, որ այս մարդիկ մեր ազատության եւ անկախության թշնամիներն են, բայց թող գնա գործընթացը կհասկանանք, էլ ինչ հիմարություններ են դուրս տալու։ Պարսկասյան, կարծես խոսքից գործի են անցնում դատախազությունը, քանի որ երկու օր արդեն քննարկում է Քոչարյանի ունեցվածքը, ապօրինի ունեցվածքի մասին է խոսքը, որը պետք է բռնագանձվի ամենայն դեպս այդպես հայտարարում են, խոսքը գնում է մի քանի տասնյակ, նույնիսկ մի քանի 100 միլիոն դոլարի մասին, սա արդյոք կարող է թուլացնել Քոչարյանի դիրքերը եւ արդյոք այս նախաձեռնությունը, այս գործողությունն էր պատճառը, որը ակտիվացել է նաեւ ընդդիմությունը։ Կարող է, բայց իրենց ակտիվության պատճառը իհարկե շարը գծվում է այդ իրենց ունեցվածքը պահելու երևույթի վրա, բայց ես դրան չեմ հավատում։ Նախ մեր դատախազության ուզածի ինչ է ուզել։ Մի քանի, ասեմ, չգիտեմ, 100 միլիոն դոլար է, կարող է այդքան էլ չի։ Կատան կպստեն, այստեղ հարցը չի, նախ այդ հարցի բարոյական կողմն է շատ կարևոր, որովհետև մեր ժողովուրդը իհարկե գիտի, որ այդ մարդիկ իրեն կողոպտել են, բայց նաև իրավաբանորեն է ձևակերպվում իրենց կողոպուտը, իրենք պետք է արդեն հիմա կանգնեն եւ հայ ժողովրդին բան բացատրեն, այս 100 միլիոն դոլար ինչ է ստանում հետ տալի, դու չես թալանել, որի մասին դու խոսում ես։ Այսինքն սա գոնե իրավաբանորեն իրենց ապտակ է, որ դուք մեր ժողովրդի կողոպտիչներն եք։ Իհարկե, ասեմ նաև մեր իշխանությունների են բաները, չափազանցությունները, որ թալանի համար են անում, աղբոր նման են։ Այդ ասենք, կարող է ուզեք տա, ոչ թե դատարանով այդքան բան, հələ գնա 40 տարի էլ պետք է ապացուցեք, չէ՞, գույքի ապօրինի ծագումը։ Դա հո մի օր չի լինելու։ 40 տարի Հայաստանի օրենսդրությամբ, բացերով, բանով, միլիոնատ իրավաբանով, այսա դուք ապացուցեք, դա էլ կտենանք, էլի։ Ավել ուզեիք կարող է տալ այդքան, էլի։ Բայց ընդհանրապես նայեք, ես մեզ առաջարկում եմ մեր ժողովրդին այս հարցի մասին շատ չխորանալ, էլի։
բան ու գործ չունենք, 7 տարի է, հələ մի 70 տարի էլ գնալու է։ Պետք է նստենք, այս սրա գույքը, այս սրա փող, թողեք իշխանությունը զբաղվի, ինչով ուզում է թողա, մենք պետականաշինությամբ պետք է զբաղվենք, բայց մենք անընդհատ ընկածենք սրա այս գույքը, այս փունը, դա մենք գիտենք, որ տարել ենք, մենք գիտենք նաև, որ մեր իրավական համակարգը մեր ժողովրդի ներվերը ուտելով է, դա հետ բերելու կամ հետ չի բերելու։ Ասա ընդհանրապես, իսկ իրենց արածը չեմ կարծում, որ գլխավորապես իրենց գույքի վերադարձի հետ է կապված։ Հա, 5% թող դա լինի, 95%-ը առաջադրանքն է Ռուսաստանի կողմից։ Իրենք Ռուսաստանը ունի հաշվարկ։ Նախ Ռուսաստանի վրա ճնշում կա արտաքին աշխարհի կողմից։ Հիմա Պուտինին թողնեիք, Ուկրաինայի անունը չէր ուզում լսել, չէ, բայց արդեն խոսակցությունների, բանակցությունների մասին խոսք կա, նշանակում է տարբեր տեղից ճնշում կա սրա վրա։ Հայաստանն էլ խաղաղության պայմանագիրը բանակցել պրծել է, մնում է ստորագրի։ Ըստ էության այդ պայմանագիրը ստորագրված է, եթե նայ, որտեղ դուք ամեն ինչ բանակցել եք, այդ ստորագրությունը մնում պակաս։ Բայց դա էլ կստորագրվի հետագայում, հուսանք, իհարկե լավ պետք է աշխատի։ Դա մեր հաշվարկ ունեն, որ համ Ուկրաինան է ձեռներից գնում, համ Հայաստանը։ Դե Ուկրաինան, գիտեք ոնց է, Ուկրաինայի հարցը գլոբալ է շատ, գերտերություններն են կպած այս հարցին։ Կարծեմ մեր հարցին էլ, բայց մի քիչ թույլ իհարկե։ Դա համար խնդիրը որն է, այս Հայաստանը իրեն պետք է։ Դա սրանց ակտիվացրել է։ Էլի, հա, իրենց փողը կա, սրանք գիշատիչ են, փող շատ են սիրում եւ այլն, բայց դա չի գլխավոր։ Գլխավորը Ռուսաստանի հրամանն է։ Պարոն Սուքիասյան, Արցախի այն իշխանությունների մասը, որ այսօր Հայաստանում է, հայտարարում են, որ նա պետք է նախագահ ընտրեն նոր, քանի որ գործողին ժամկետը լրանում է։ Սա եւս այդ ընդհանուր նախկին նախագահների մեր հետ կապված գործընթացների շղթայի մեջ կարող են դիտարկել, այսինքն ուղղված պետության դեմ քայլ։ Այո, իհարկե։ Ասեմ ձեզ, Հայաստանի Հանրապետության իշխանությունները, կառավարությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը մի հատ հրամանով դա պետք է լուծարի բռնի։ Եվ Հայաստանի Հանրապետության սահմանությամբ եւ օրենքներով Հայաստանի Հանրապետություն չի կարող լինել նման անհեթեթություն, էլի։ Իրենք դա չեն անում Արցախի համար, իրենք դա անում են էլի հերթական շարունակությունն է իրենց ախմախությունների Հայաստանի դեմ, ել ինչ անենք։ Նախ ինչ ընտրություն, որտեղ, ինչ է նշանակում, ես բաները լավ չեմ հասկանում, ես մարդիկ լրի ուղեղների հետ պրոբլեմ ունեն, Արցախը չկա, որտեղ է ընտրություն անում, որտեղ, այսինքն ինչ է նշանակում Արցախի նախագահին, հիվանդ չեք դուք, բայց հիվանդ են իհարկե, հիվանդ են ռուսականությամբ, որովհետև ընտրատեղամասերը որտեղ պետք է բացեք, այդ նախագահ, որ ընտրում է ազգային ժողովը չի ընտրելու, Արցախի քաղաքացիները, չէ, բա Արցախի նախագահ դուք ընտրում եք ուրիշ պետության մեջ, ոնց եք ընտրելու, ձեր սահմանադրությանը դա Արցախի համապատասխանում է, չի համապատասխանում, այսինքն ոնց է, սա նախ իրավականորեն աբսուրդ է, գլուխները պատին են տալիս, իրենք չեն կարող, նախագահ եք ընտրում, ժողովուրդը պետք է ընտրի։ Հիմա բայց մի խոսքով, այսինքն նախ իրավական տեսանկյունից է սա աբսուրդ։ Բայց հա, աբսուրդ է, որովհետև մեր կյանքում սա աբսուրդը շատ են եղել, էլի կլինեն։ Մենք սրանց ձեռը կրակն ենք ընկել եւ տպավորություն է, որ սա էլի գնալու է։ Օրինակ գիտեք ինչ, բաներ կա, օրինակ իմ ներվերը չի երիքում, ասենք այս Արցախի իշխանությունը, սա մի մուտիլովկա է անում, այս մի նախագահ լավ մի հատ ուրիշ մուտիլովկա է անում, այլ մեկը Բաքվի բանտից ինչ-որ բանը, Սասունցի Դավիթի տեքստերը հղում բանը, մի խոսքով էլի, բոլորը հանձնել գնացել են, Արցախը ծախել եկել են ամեն մեկը մի հերոսի դեմքով, հիմա այս ինչ են անում։ Մենք տպավորություն է, որ զբաղված ենք սրանց բաներով, սրանք տեսեք, մեզ խանգարում են պետություն դառնալը, դե լավ, հիմա չենք կարող պետությունը փոխել, եկեք դժվարացնենք, եկեք խանգարենք, Ռուսաստանից տեղեկատվական տերոր կա, նա այնտեղից է փչացնում, սրանք էստեղից, տեսեք, պետությունն էլ առանձին դեպքերում անցնում է օպերատիվ հարցեր լուծելու, ռազմավարական հարցեր դժվարանում է լուծի, որտեղ ոտից այս չամուրները կախված են։
ժողովուրդը չի հանգստանում, որ կապնի գործին, լավ աշխատանք ստեղծագործական անընդհատ սրա հարցը գույքը բերին, տարան, հետո կբերեն, հետո ապորինի, հետո ոչ ապորինի։ Հայությունը զբաղված է սրանց գործերով։ Ես այս ժողովրդին առաջարկում եմ հանգստանալ, անտեսել սրանց, իշխանություններից պահանջենք, որ դուք դրանց պարտավոր եք հետևել, եւ ընդհանրապես պիտի թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում անհեթեթություններ լինի։ Այդ Արցախը, եթե նրանք այդպիսի ընտրություն կազմակերպեն, սա Արցախը լուծարած, Արցախի ռուսների եւ Ադրբեջանի հետ Արցախահայության տեղահանումը կազմակերպված այսօրվա իրենց վրա իշխանություն գրացնել են, սպիսերը բոլորը միասին գործում են Հայաստանի Հանրապետության դեմ։ Եթե նման բան եղավ, դա լինելու է հերթական պատերազմի պատրվակը Ադրբեջանին։ Իրենք հրահրում են միջպետական կոնֆլիկտ։ Դրա համար այստեղ Հայաստանի Հանրապետությունն է, եթե ունի ազգային անվտանգության ծառայություն, իրենց պետք է զբաղվի։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Սա օրվա թեման էր զրուցակիցս Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանն էր, կհանդիպենք առայժմ։